Հենց այն պահին, երբ աջափնյակում կրակում էին իրար վրա, ոստիկանական ուժեղացված հսկողություն էր 4-5 կիլոմետր հեռու օնլայն տաքսիստների բողոքի ակցիայի վայրում։ Միայն այս կադրում երևում է, որ ակցիայի դուրս եկած 6 տաքսիստի հսկել է 9 պարեկ։ Միթե խաղաղ բողոքի ակցիայի դուրս եկած տաքսիստներն այնքան վտանգավոր են հասարակության համար, որ ամեն մեկին մի քանի իրավապահ պետք է հսկի։ Իրավապաշտպաններն ապշած են, ուր էին ոստիկանները, երբ օրը ցերեկով աջափնյակում արյուն էր հեղվում։ Մարդիկ իրավապահ մարմիններից չեն ստանում բավականաչափ պաշտպանություն։ Իրավապաշտպանը չի կարծում, թե մոտ 4 տասնյակ տղամարդու մասնակցությամբ փոխհրաձգության նախապատրաստական մասը կարող էր վրիպել ոստիկանների ուշադրությունից։ Թշնամանքի այդպիսի դրսևորումները սովորաբար չեն պայթում ինչպես ամպրոպը խաղաղ երկնքում։ Դրանց նախորդում են պարզաբանումներ, մանր-մունր ռազմորկաներ։ Թշնամանքի առաջին ծիլերը ժամանակին նկատելու դեպքում փոխհրաձգությունը հնարավոր կլիներ կանխել, կարծում է իրավապաշտպանը։ Ես չեմ հիշում, օրը ցերեկով բնակելի թաղամասում այդ մակարդակի, ասենք 90-ականների ինչ-որ բակերի միջև կռիվ հիշեցնող տեսարաններ, սովորաբար նույնիսկ եթե ինչ-որ հարցեր են լինում, ինչ-որ մեկի տան տարածքում են լինում, ինչ-որ մութ տարածքում, քաղաքից դուրս տարածքում, փլատակ տարածքում եւ այլն։ Այսինքն գնալ մտնել բնակելի թաղամասում հարցեր լուծել, սա նույնպես խոսում է, որ մարդիկ գոնե իրենք են զգում իրավապահ մարմինների թույլ աշխատանքը կարողանում են իրենց թույլ տալ նման բան անել։ Արյունալի ռազմորկան ըստ մարդու իրավունքների պաշտպանի կրթական ու մշակութային խնդիրների հետևանք է։ Անահիտ Մանասյանը չի ուզում իրավապահների աշխատանքը գնահատել, բայց ընդունում է թերություններ կան։ Այն, որ մենք ունենք այդպիսի իրավիճակ, դա արդեն իսկ նշանակում է, որ կան խնդիրներ, այսինքն բավարար չի բոլորիս կատարած աշխատանքը։ Իսկ ինչու բավարար չէ։ Չէ՞ որ իշխանության գալու ժամանակ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե արմատախիլ է անելու քրեական ենթամշակույթը։ Ուղիղ ասում եմ կպարկծնենք ասֆալտին։ Հանկարծ մտքներով չանցնի, կպարկծնենք ասֆալտին եւ կտանք պատերով բառից բուն իմաստով։ Իրոք շատ կարևոր մշակութաբանական եւ խնդիր է, որը մենք պետքա շատ վճռական ձևով լուծենք։ Ասում եմ ինֆորմացիա ունենք, որ այստեղ փող կա գնացեք, գողացեք, ես մեկին պետքա սպանել, մեկին պետքա առևանգել եւ այլն։ Այսինքն այս ենթամշակույթը ընդհանրապես պետքա մեր երկրից արմատախիլ արվի։ Քրեական ենթամշակույթը արմատախիլ անելու համար չափազանց մեղմ չեն այս մեթոդները։ Արյունոտ փոխհրաձգության մասնակիցներին այսպես հարգալից ու զգույշ են հիվանդանոցից դուրս հանել ու ոստիկանական մեքենաները նստեցրել իրավապահները։ Այն նույն ստորաբաժանումների դիմակավոր աշխատակիցները, որոնք հաճախ ասֆալտափռման մասկի շոուներ են կազմակերպում Փաշինյանի ընդդիմախոսների դեմ, զայրալից ֆեյսբուքյան ստատուսների համար։ Ահա այսպես են օրինակ բերման ենթարկել դասախոս փաստաբանին բերանքսի վայր ասֆալտին փռելով։ Մեր ձերբակալությունների տարիների ընթացքում որ տեսնում ենք, եթե ոչ 80-90%-ը, ապա կեսից ավելին հաստատ հնարավոր է անել առանց այդ մասկի շոուի, մարդկանց հրավիրելով ծանոթացնելով իրենց իրավունքների պարտականությունների մասին։ Իրավապաշտպանը նկատում է վերջին տարիներին Երևանը շատ չի տարբերվում կրիմինալ Չիկագոյից։ Մարտաֆիլմ հիշեցնող տեսարանները, խուլիգանությունները, փոխհրաձգությունը, սպանությամբ ավարտվող ռազմորկաները լցրել են լրահոսը։ Միայն անցած տարի ըստ վիճակագրական կոմիտեի հրազենով 152 հանցագործություն է կատարվել, 2024-ին 109, 2023-ին 94։ Ստացվում է, տարին տարվա վրա հրազենի գործադրմամբ հանցագործությունների թիվն աճում է ու միֆ է դառնում երբեմնի այն պնդումը, թե Երևանը աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է։ Բացառված չի, որ պատահաբար կհայտնվեք նման մի հատ ռազմորկայի կիզակետում եւ պատահական գնդակի ճանապարհը կփակեք, էլի։ Ըստ իրավապաշտպանների հրազենով հանցագործությունների աճի քաղաքական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Հենց նա է իրավապահների առաջ իր անձի պահպանության առաջնահերթությունը դրել։ Ոստիկանները օրնիվուն զբաղված են դրանով եւ բնական է, որ ժամանակ չի մնում հանցագործությունների վաղ բացահայտման ու կանխարգելման համար։ Սրա ապացույցը ըստ իրավապաշտպանների այն է, որ անգամ պատարագի գնալու համար Փաշինյանն իրեն շրջապատում է ոստիկանական վաշտերով, վահանավորների երկշերտ, երբեմն եռաշերտ ու քառաշերտ պատերով։ Լիլիթ Գասպարյան, Ալբերտ Սերոփյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։